Գիտես Մայա, այսօր հաճույքով բացակայեցի մարզումից, որպեսզի աջակցեմ Դեքսթերին իր Դեքսթոքում։ Սպասիր, Սթիվեն, նկատի ունես նա համառորեն այն անվանում է Դեքսթոք։ Այո, նա չէր ուզում, որ ամբողջ փառքը Թեդին հասնի։ Վաքսն էլ բացակայեց իր պիլատեսի դասից։ Այսօր չեմ կարող գալ։ Իմ սիրելի Լանթերման շոուն ուղիղ եթերով հեռարձակում է միանգամյա թողարկում նվիրված Նեպտունի քրոմի բերքահավաքի օրվան։ Ինչպես գիտեք, Նեպտունի քրոմի բերքահավաքը տևում է ընդամենը 26 րոպե գովազդներով միասին, այնպես որ շոուն պետք է սկսվի հենց հիմա։ Գովազդային թերթիկով գտա ու վարձեցի այս խոսնակին։ Վարձու խոսնակ, ոչ, լավ, խոսնակը չէ, ոչ, լավ։ Որակի վերահսկողության համար նոթբուքովս կհետևեմ Դեքսթոքին։ Տիկնայք եւ պարոնայք, Բազ Քեն Ռոբինս։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեծ պատիվ այսօրվա միջոցառմանը հանդես գալ որպես փոխարինող վարող։ Ինչ են Կալիֆոռնիայի շրջանային կենտրոնները։ Բազ Թոք։ Դեքսթոք։ Այսպիսով, ինչ են Կալիֆոռնիայի շրջանային կենտրոնները։ 1969 թվականին Կալիֆոռնիայի օրենսդիրն ընդունեց Լանթերմանի ակտը, որը ստորագրեց նահանգապետ Ռեյգանը։ Այն իրավունք տվեց IDD, այլ կերպ ասած մտավոր կամ զարգացման խնդիր ունեցող մարդկանց ստանալ աջակցություն ամբողջ կյանքում։ Օ, նա նույնիսկ Լանթերմանի օրենքն անվանել է սիրելի շոուի անունով։ Ոչ, Լանթերման վիքիկայքը դա հստակ բացատրում է։ Անվանումը կապված է Ֆրենկ Դի Լանթերմանի հետ, որը Կալիֆոռնիայի օրենսդիր էր 1951-ից 1978 թվականներին։ Ակտն ընդունվեց ծնողների ջանքերով, ովքեր ցանկանում էին, որ իրենց հաշմանդամություն ունեցող երեխաները ապրեն ու զարգանան համայնքում։ Հերոստաշոուն ներշնչված էր իրական Լանթերմանում, որը հերոս էր բազմաթիվ մարդկանց համար։ Այո, ինչևէ։ Շարունակեմ, փորձնական փուլում 2 կենտրոն բացվեց, սպասարկեցին 559 մարդու, 2024-ին արդեն 21 անկախ շրջանային կենտրոններ աջակցում են ավելի քան 400,000 կալիֆոռնիացու, որոնք ունեն աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, մտավոր սահմանափակումներ եւ այլն, իսկ ինչու 21։ Լանթերմանի ակտի նպատակը եղել է համայնքային կարիքներին արձագանքելը, ոչ թե պետական համակարգ ստեղծելը։ Կալիֆոռնիան այնքան մեծ եւ բազմազան բնակչություն ունեցող նահանգ է, որ այն 21 կենտրոնի բաժանելը հնարավորություն է տալիս ծառայությունները լոկալիզացնել։ Քանի որ գովազդն ավարտվեց, Մայան կբացատրի պատճառը։ Ինչ? Ես? Դե, օքեյ։ Այս ծառայություններն իրականացվում են կենտրոնների միջոցով, որոնք ծանոթ են իրենց համայնքի կարիքներին, լեզվին ու մշակույթին։ Նրանք նաև գիտեն, ումից կարելի է ծառայություն ստանալ եւ ինչպես լավագույնս աջակցել համայնքին։ Համաձայն եմ։ Իհարկե, կարծում եմ։ Շարունակեմ։ 6 տասնամյակում այդ փոքր փորձնական ծրագիրը դարձել է հսկայական համակարգ։ Շրջանային կենտրոններն այսօր աջակցում են յուրաքանչյուր 100-րդ կալիֆոռնիացու։ Քանի որ մեր նահանգը մեծ է, ապա դա նշանակում է յուրաքանչյուր 1000-րդ ամերիկացուն։ Իսկ տարեկան բյուջեն կազմում է գրեթե 15 միլիարդ դոլար։ Նա ուզում է, որ այս պահին բարձր ծափահարեք։ Շնորհակալ եմ։ Հիմա շատերդ այստեղ եք, քանի որ դուք կամ ձեր հարազատն ունեք մտավոր կամ զարգացման խնդիր եւ գիտեք, որ շրջանային կենտրոնները կարող են առաջարկել կայուն ու մշտական իրավունքների ծառայություններ եւ մասնագետներ ձեր իրավասության շրջանում։ Այս ամենը կառուցված է PCT մոտեցման հիման վրա, ֆինանսապես չծանրաբեռնելով ընտանիքներին։ Նա նկատի ունի, որ եթե պարզվում է Կալիֆոռնիայի բնակիչն ունի մտավոր կամ զարգացման խնդիր եւ համապատասխանում է պայմաններին, ապա նա ստանում է աջակցություն ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ աջակցությունն ամբողջությամբ կառուցված է տվյալ անձի շուրջ։ Հենց այդ պատճառով այս մոտեցումը կոչվում է անձնակենտրոն մտածողություն կամ PCT։ PCT-ն կենտրոնանում է յուրաքանչյուր անձի վրա որպես անհատի, ոչ թե նրա ախտորոշման կամ խմբի, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում։ Ես անձամբ զգացել եմ դրա արժեքը։ Աջակցության արդյունքում ես սովորեցի, որ իմ խոսքերը երբեմն ընկալվում են այլ կերպ, քան ակնկալում էի։ Մասնագետների աջակցությամբ սոցիալական ազդակները տարբերելու եւ համարժեք արձագանքելու փորձ եմ ձեռք բերել։ Հիմա խոսքը փոխանցում եմ փողոցում թռուցիկներ բաժանող տղային։ Շնորհակալություն Դեքստեր, նախաբանի համար, որը հաստատ սխալ չի ընկալվի։ Ահա, ես նկատեցի, որ ասածը թեկնական էր։ Դե, աջակցությունն աշխատել է։ Լավ, դե եկեք շարունակենք։ Մի քանի օրինակ բերեմ։ Իմ այսօրվա լսարանին շատ ընկերներ յուրահատուկ անհատներ են։
ովքեր ձգտում են ապրել եւ աշխատել համայնքում, զբաղվելով սպորտով, արվեստով եւ այն ամենով, ինչին բոլորս ձգտում ենք կյանքում։ Անհատի եւ պլանավորման թիմի համագործակցությամբ կազմվում է IPP, այսինքն անհատական ծրագրի պլան, որի հիման վրա է շրջանային կենտրոնը ծառայություններ է մատուցում։ Օգնում են գտնել աշխատանք, ֆինանսավորում աշխատանքային խորհրդատվությունն ու տրամադրում վարքային աջակցության թերապիա, անկախ կյանքն ավելի հասանելի դարձնելու համար։ Այլ հնարավորություններ կարող են ներառել տեղափոխումը ցերեկային ծառայություններ, բնակության վայրի ընտրություն եւ սոցիալական հնարավորությունների աջակցություն համայնքում, ըստ անձի կարիքների եւ հետաքրքրությունների։ Այս մեկը նա ճիշտ ասաց։ Սակայն դու չհստակեցրիր հետևյալ տերմինները՝ ծանրաբեռնող իրավասության շրջան, կայուն, իրավունքով տրված եւ մշտական։ Ես հենց դա էի ուզում ասել։ Մի վարքյան։ Օ, ես գիտեմ։ Իրավասության շրջան նշանակում է որտեղ եք ապրում եւ որ կենտրոնն է սպասարկում։ Մշտական եւ կայուն նշանակում է, որ երբ դառնում եք շրջանային կենտրոնի անդամ, ապա այդ իրավունքը ձեզնից երբեք չի վերցվի։ Դա ամբողջ կյանքի համար է, ոչ թե միայն այդ ժամանակահատվածի։ Իսկ իրավունքով նշանակում է, որ ծրագիրը տրամադրում է երաշխավորված ծառայություններ ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, Կալիֆոռնիայի ֆինանսավորմամբ։ Շրջանային կենտրոնները պարտավոր են բավարարել յուրաքանչյուր անձի IPP-ում նշված կարիքները։ Իսկ ոչ ֆինանսական ծանրաբեռնվածություն նշանակում է, որ շրջանային կենտրոնների տրամադրած գրեթե բոլոր ծառայությունները անվճար են։ Կարևոր է հիշել, որ երբեք ոչինչ ձեզ չի պարտադրվում։ Դուք իրավունք ունեք ստանալու այն, ինչը համապատասխանում է ձեր անհատական ցանկություններին եւ կարիքներին, բայց ընտրությունը միշտ ձերն է։ Կարևոր է նշել, որ շրջանային կենտրոնները պարտավորվում են սպասարկել բոլոր IDD ունեցող կալիֆոռնիացիներին, հարգելով նրանց լեզվական եւ մշակութային նախասիրությունները։ Դա ապահովելու համար մեր թիմն ու թարգմանիչները 20-ից ավելի լեզուներով են տրամադրում օգնությունն այն մարդկանց, ում աջակցում ենք։ Խոսքը գնում է ավելի քան 20, 20, Սեբու, Աշե, Միջու, Յասոն։ Այժմ թե գործնականում ինչպես ենք համագործակցում ձեզ հետ որպես աջակցություն ստացողների։ Սկզբում տեղի է ունենում հանդիպում ընդունող մասնագետի հետ, որը գնահատում է ձեր անհատական իրավիճակը, բարձելու թե ունեք արդյոք մտավոր կամ զարգացման խնդիր։ Այդ կերպ ասած IDD գնահատումից եւ հաստատումից հետո դառնում եք իրավասու օգտվելու կենտրոնի ծառայություններից։ Երբ դառնում եք ծրագրի մասնակից, ձեզ հետ սկսում է աշխատել հատուկ պատրաստված ծառայությունների համակարգող, որը համագործակցում է ձեզ հետ առանձին կամ ձեր ընտանիքի եւ աջակիցների հետ։ Հանդիպումը կարող է լինել տանը, կենտրոնի գրասենյակում կամ ձեզ հարմար ցանկացած վայրում։ Իսկ IPP-ն դա Անհատական ծրագրային պլանն է։ Շնորհակալություն։ IPP-ն ձևավորվում է անձի ցանկալի ապագայի հիման վրա, որը որոշվում է ըստ նրա ուժեղ կողմերի, ունակությունների, նախասիրությունների, ապրելակերպի եւ մշակույթի։ Ծառայություններն ու աջակցությունը օգնում են անձին իր նպատակի իրականացման ճանապարհին։ Այդ պլանը կազմվում է գրավոր եւ ներառում է այն հարցերը, որոնք այսօր քննարկեցինք։ Օրենքը պահանջում է, որ անձը առնվազն 3 տարին մեկ IPP հանդիպում ունենա եւ ամեն տարի թարմացվի։ IPP-ն պայմանագիր է անձի եւ շրջանային կենտրոնի միջեւ։ Այն գրված է այնպես, որ նույնիսկ ես եմ հասկանում։ Դա պայմանագիր է, որովհետև երկու կողմերն էլ պետք է ստորագրեն, համաձայնելով ծառայություններ տրամադրել եւ ստանալ։ Այն նաեւ մանրամասնում է մեր իրավունքները։ Օրինակ, բողոքարկելու կամ պահանջելու տրանսպորտի հասանելիություն, եթե անհրաժեշտ է։ Եվ այդ բողոքը չի կարող մեր հանդեպ խտրականության պատճառ դառնալ։ Նա երբեք չի խուսափում բողոք բարձրաձայնելուց։ Ես երբեք չեմ խուսափում բողոքս բարձրաձայնելուց։ IPP հաստատումից հետո համակարգողը համագործակցելով ձեզ հետ տրամադրում է աջակցություն։ Պարբերաբար հանդիպելով գնահատում է, թե որքանով է ամեն ինչ ճիշտ ընթանում եւ արդյոք դուք մոտենում եք ձեր ընտրած նպատակներին։ Ձեր համակարգողի հետ կարող եք կապվել նույնիսկ հանդիպումների միջև, եթե ուզում եք փոխել ձեր նպատակները, ավելացնել կամ փոխել աջակցությունը, քննարկել մտահոգությունները, ամաչել պետք չէ, միշտ կարող եք դիմել եւ հարցեր տալ։ Մայա, գիտես, ըստ երևույթին սա հարց ու պատասխան չէ, այլ պարզապես միակողմանի խոսք։ Ինչ, հենց նոր ասում էիք, որ երբեք պետք չէ ամաչել հարցեր տալուց։ Ներողություն, Մայա, ինչ էիր հարցնում։ Վստահ չեմ, որ ամբողջությամբ ներկայացրեցիք այն ծառայությունները, որոնք փոխվում են տարիքին համապատասխան։ Ես ընդգրկվել եմ վաղ մանկության ծրագրում 2 տարեկանում, իսկ Դեքսթերը մեծ տարիքում։ Իսկ ես 7 տարեկանում։ Այո, ես էլ հենց դա էի ուզում ասել։ Դե, պաս, քթիր։ Բոլորը տարբեր են եւ կարող են միանալ շրջանային կենտրոնի համակարգին գրեթե ցանկացած տարիքում պարտադիր պայմանով, որ իրենց մտավոր կամ զարգացման խնդիրը հաստատված լինի մինչեւ 18 տարեկանը։ Ակնհայտ է, որ կարիքներն ու ծառայությունները 3 տարեկան երեխայի, 7 տարեկան աշակերտի, 16 տարեկան պատանու, մեծահասակի, նույնիսկ 40 անց ծերուկների համար Ծերուկ։ տարբեր են։
Վաղ մեկնարկը, որին Մայան էր միացել, հատուկ նախատեսված է 0-ից 3 տարեկան երեխաների համար։ Առանձնացնելով հատուկ թիմ այս փոքրիկ եւ խոցելի տարիքի երեխաների համար եւ օգնելով ընտանիքներին հասկանալու նրանց զարգացման յուրահատուկ ուղին։ Օ, գեղեցիկ ներկայացրեց։ Նա բազմաշերտ է։ Մինչև երեխայի 3 տարին լրանալը անցկացվում է վերահսկող գնահատում, պարզելու թե արդյոք նա դեռ հետ է մնում կյանքի առնվազն 3 հիմնական ոլորտում։ Եթե այո, ապա նա ստանում է ծառայություններ ամբողջ կյանքի ընթացքում։ Շրջանային կենտրոնը եւ դպրոցը միասին ապահովում են սահուն անցում դեպի կրթական համակարգ, հաշվի առնելով, որ երեխան արդեն օգտվել է արդյունավետ ծրագրից։ Վաղ մեկնարկ։ Հուսով եմ նկատեցիք այդ հնարամիտ ձևակերպումը։ Դե լավ։ Բոլոր այդ երեխաներն այժմ աջակցություն են ստանում եւ շրջանային կենտրոնից եւ դպրոցից։ Այսպիսով Եկել է լանթերմանի ժամանակը։ պետք է գնամ։ Դե լավ, շարունակենք։ Շրջանային կենտրոնը տրամադրում է օրապահիկ, ընտանեկան հանգստի ծառայություն, սոցիալական ժամանց եւ ճամբար։ Ավագ դպրոցի տարիքը լի է դժվարություններով, բոլորս հիշում ենք, որ դեռահասության այդ վերջին փուլը երբեք հեշտ չի եղել, ոչ մեկի համար։ Անջատին երաժշտությունը։ Այսպիսով, երբ երեխաները անցում են կատարում դեպի պատանեկություն, կենտրոնը տրամադրում է անցումային ծառայություններ, որոնք օգնում են նրանց սահմանել ապագա նպատակներ՝ ուսում, աշխատանք եւ բնակության ընտրություն։ IPP-ն փոփոխվող փաստաթուղթ է, որը հարմարեցվում է ձեր կյանքի ընթացքին։ Դուք շարունակելու եք համագործակցել շրջանային կենտրոնի հետ, ձեր ծառայություններն ու նպատակները վերանայելու եւ թարմացնելու համար։ Մեծահասակների համար նախատեսված ծառայությունները հաշվի են առնում, որ դուք եք անցնում նույն փորձություններով եւ հնարավորություններով, ինչ բոլորը։ Կենտրոնը կտրամադրի աջակցություն եւ ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ կազմել բյուջե, կառուցել ու պահպանել հարաբերություններ, աշխատանքային հմտություններ, վայելել ձեր առօրյան եւ ակտիվ մասնակցել ձեր համայնքի գործունեությանը։ Ես ընկերներ ունեմ, որոնք կարծում եմ չեն կարող անել այն ամենը, ինչ դուք նոր նշեցիք։ Հասկանում եմ նա ինչ նկատի ունի։ Ինքս էլ ընկերներ ունեմ, որոնց վրա հաշմանդամությունը խոր ազդեցություն ունի։ Բաս, թույլ տուր ես պատասխանեմ։ Այս հարցը պահանջում է նրբանկատություն։ Մեզանից ոմանք ունեն հնարավորություններ, որոնք Բասը հենց նոր նշեց։ Ոմանք ոչ։ Որոշ մարդիկ չեն կարողանում քայլել, խոսել կամ ինքնուրույն սնվել։ Կենտրոնը տրամադրում է անձակենտրոն ծառայություններ, հիմնված նրանց առանձնահատուկ կարիքների վրա։ Ցերեկային ծրագրերը երջանկացնում են շատերին։ Բժշկական մասնագիտացված աջակցությունը նպաստում է ձեր հարմարավետությանն ու անվտանգությանը, իսկ ճգնաժամային եւ ընտանեկան հանգստի ծառայությունները հնարավորություն են տալիս ստանալ անհետաձգելի օգնություն կամ ընդմիջում, երբ դա անհրաժեշտ է։ Շրջանային կենտրոնները նաև առաջարկում են տարեց խնամատարների եւ ուղեկցորդների ծրագրեր։ Այս ծրագրերը տալիս են ջերմություն ու խնամք անկախ ձեր տարիքից կամ դժվարություններից։ Հա, բայց հետո ինչ կլինի, երբ նրանց ընտանիքը այլևս չկարողանա իրենց օգնել, կամ երբ նրանք էլ չլինեն։ Բարև բոլորին, ներողություն, որ ուշացա, բայց գուցե հենց ճիշտ պահին եկա։ Դանի, Դեքստեր, որպես համակարգող կարող եմ ես էլ մի բան ավելացնել։ իհարկե։ Շրջանային կենտրոնում լավ հասկանում են ընտանիքների եւ աջակցություն ստացող անձանց այսպիսի մտահոգությունները։ Դա կյանքի անխուսափելի մասն է, երբ մի օր մեր սիրելիներն այլևս մեզ հետ չլինեն։ Մենք գիտակցում ենք, թե որքան ծանր է նման տեսակի կորուստը, եւ դա մարդկային է եւ չի առնչվում միայն այն մարդկանց, որոնք ապրում են IDD-ով։ Այն երբեք հեշտ չի ընդունվում։ Կյանքի բեկումնային պահերին մենք կարող ենք լինել ձեր կողքին, հոգեբանական աջակցությամբ եւ նոր միջավայր գտնելու հարցում։ Հույս ունեմ, որ այս տեքստոքից մարդիկ կհասկանան, որ շրջանային կենտրոնը չի ծառայում միայն մեկ տեսակի մարդու եւ մեկ նպատակի։ Վերջին 60 տարիների ընթացքում մշակել ենք ծրագրեր եւ ծառայություններ, որոնք հարմարվում են ձեզ, ձեր պայմաններին եւ ձեր շուրջը փոփոխվող աշխարհին։ Շնորհակալություն, Դանի։ Դա բավական բարդ եւ կարեւոր թեմա էր։ Ես նորից այստեղ եմ, ու պետք է ասեմ, չնայած բլարգբոտների սպառնալիքներին, Նեպտունի քրոմի բերքահավաքի տոնը հաջողությամբ անցկացվեց 26 րոպե տևողությամբ գովազդների հետ միասին։ Օ, բարձվում է Բասը հաջողությամբ ավարտել է դեքսթոքը, այս պահին նա պարտավոր է, այսինքն կցանկանար պատասխանել լսարանի հարցերին։ Իդեպ մի հարց էլ քեզ տամ, Դեքստեր։ Կարծում ես պատահականություն է, որ ինձ ու Լանթերմանին երբեք միասին չեն տեսել։ Ուշադիր նայիր մեզ։ Մարմնի նույն կառուցվածքը, մկանուտ ու ամուր, նույն հերոսական տեսքը։ Իդեպ իմ նախորդ դասախոսություններին ես մի քանի անգամ խոսել եմ
բլարգել է։ Չի կարող պատահել։ Չի կարող։ Դա այդպես չէ։ Լորենցոնից $5 տվեց դա ասելու համար։ Կարծում էի օրիգինալ կատակ է։ Ինչ կարող եմ ասել։ Ես նկարիչ եմ ընկերս։ Ես էլ երբեք ձեզ հետ չեմ խոսելու։ Հուսով եմ այսօր շատ բան սովորեցիք։ Եթե ուզում եք իմանալ ավելին, կարող եք այցելել dds.ca.gov կայքը, որտեղ կարող եք գտնել նաև ձեր տարածքի կենտրոնների կայքերի հասցեները եւ հեռախոսահամարները։ Սա էր Dextalk-ը, ինչ են Կալիֆոռնիայի շրջանային կենտրոնները թեմայով։ Մինչ նոր հանդիպում, հաջորդ կանգառը Սատուրնն է, հետո աստղերը։